աղքատությունը մի ծիծաղացեք 4%-ով ներողություն ճիշտ եք անում որ ծիծաղում եք 4%-ով է որտեվ նվազել ծայրահեղ աղքատությունը 1.4%-ից հասել է 0.6% եւ ես սա այնքան էլ հպարտությամբ չեմ ասում նկատելի է երևի որովհետեւ մենք շատ բան ունենք դեռ անելու որ այս ցուցանիշները հասնեն մինիմալի եթե ոչ 0-ի աշխատավարձի եւ պարգևավճարի մասին Շիրազը Մանուկյան ասում է, որ իշխանական ֆրակցիան պարգևավճար է ստացել, ես ինչի տեղից արձագանքեցի, որովհետև իշխանական ֆրակցիան չի մենակ պարգևավճար ստացել, այն ընդդիմադիր ֆրակցիան էլ է ստացել, պարոն ուրեմն Մանուկյան ձեզ հարազատ հանրապետականներին հարցրեք, իրանք էլ այնտեղ փոքր ֆրակցիային, իրանք էլ էին այդ պարգևավճարը ստանում։ Հետո այդ համակարգում կառավարությունում եւ խորհրդարանում կան բազմաթիվ 100 հազարավոր քանակը չգիտեմ մեր պետական ծառայողների, բայց բազմաթիվ այդ միլիարդները որ դուք նշում եք, որ ազդեցիկ հնչի եւ պոետիկ, ուրեմն այդ մարդկանց մեջ կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ձեզ են ձայն տվել, որոնք ձեր հարազատներն են, ինչպես գիտեք, եւ այդ մարդկանց ասել, որ դուք ցավ եւ ոնց ասեց պարոն Մանուկյանը մեզ ցավ ու չգիտեմ ինչ են պատճառել հետաքրքիր ձևակերպում էր արել որ քաղաքացիներին ցավ ու տառապանք թե ինչ են պատճառել այդ այնքան էլ արդար չէ այդ մարդկանց հանդեպ ասել պարգևավճար ստացողները մեզ ցավ են պատճառել կամ պարոն Մանուկյանը ինձ թվում է դեռ չի գիտակցում որտեղ է գտնվում չի գիտակցում իր պաշտոնը ինչքան ազդեցիկ է կան այստեղ կանգնել ասել որ մենք զիջել ենք Հայաստանի սուվերեն տարածքում դրա համար էլ կան ադրբեջանական զորքեր, մենք զիջել ենք, որ կան ադրբեջանական զորքեր, սա խայտարակություն է, ժողովուրդ։ Այսինքն ասում եք, որ մենք ենք զիջել եւ Ադրբեջանը չի օկուպացրել մեր սուվերեն տարածքները, լուրջ։ Տենց եք դուք քաղաքականությամբ զբաղվում, թե դա է Հայաստանի շահը։ Դրա համար ճիշտ կլինի, որ ծաղիկից եւ այլ բաներից խոսեն։ Այդ նույն պատգամավորը ասում էր մենք 3 պատերազմ ենք բերել, հա։ Ուրեմն հարգելի նոր հանրապետական ֆրակցիա, հատկապես պարոն Մանուկյան, հին հանրապետական ֆրակցիայի եւ կուսակցության ղեկավարը այս ամբիոնից 2018 թվականի ապրիլի 17-ին, որ դեռևս հեղափոխությունը չէր եղել եւ ինքը ընտրվում էր որպես վարչապետ, եկավ կանգնեց ասեց, որ բանակցային ուրեմն բանակցությունները փակուղում են, որևէ լավատեսություն չի ներշնչում բանակցությունները եւ պատերազմը անխուսափելի է։ Անոնց արեց պատերազմի։ Ձեր քաշած ականը, այո, տրակել է մեր ձեռքում։ Ձեր քաշած ականն է պատերազմի տեսքով տրակել մեր ժողովրդի եւ մեր ձեռքում։ Դրա համար պատերազմի ուրեմն պատճառների մասին գնացեք ձեր հարազատ ֆրակցիաներից հարցրեք։ Հետո պարոն ուրեմն Գևորգյանն էր ասում էր PR բան է, PR ակցիաներ եք անում, ոչ թե գործ։ Այսինքն ասում դպրոցները, ճանապարհները PR ակցիա են։ Ախր ձեզ չեն ընտրում, որովհետև այդ դպրոցներում սովորող մարդիկ, նրանց ծնողները, ուսուցիչները տեսնում են, որ դա PR ակցիա չէ, դա իրական է։ Այն թոշակառուն, որը բարձրացրած 2-3 անգամ բարձրացված թոշակ է ստանում, գիտի, որ դա PR ակցիա չէ, դա իրական է։ Այդ մարդիկ, որոնք ստանում են անվճար բժշկական օգնություն, վիրահատություններ, դեղեր, այդ մարդիկ տեսնում են, որ դա PR ակցիա չէ, դա իրականություն է։ Այն մարդիկ, որոնք բալիկ են ունեցել ու 50,000 դրամի փոխարեն 500,000 են ստացել, ծնելիության աճицել եք խոսում։ Այդ մարդիկ գիտեն, որ այդ 500,000-ը PR ակցիա չէ, դա իրականություն է։ Այն Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակից 4889 մարդը, ով ստացել է բնականի հավաստագիր, ինքը գիտի, որ դա PR ակցիա չէ, դա իրականություն է։ Այն 45,000 մեր Ղարաբաղցի քույրերը, եղբայրները, որոնք ստացել են ֆինանսական աջակցություն դրամական, նրանք գիտեն, որ դա PR ակցիա չէ, դա իրականություն է։ Նենց որ չեմ ուզում ձեր իհարկե համբերությունը չարաշահեմ, բայց մի բան էլ նշեմ, ես իհարկե կարելի է շատ երկար ասել։ Քաղաքացին, որը տեսնում, զգում, շոշափում է խաղաղությունը, ինքը գիտի, որ դա PR ակցիա չէ, դա իրականություն է։ Դրա համար էլ տեր կանգնեց խաղաղությանը։ Դրա համար էլ դուք հետևություններ արեք, թե ինչի ձեզ ձեր խոստացած փոփոխությունների համար ձեզ չընտրեց։ Այստեղից պատասխանեն։ Այսօրվա թեկնածուն Տիկին Մանուկյանը մեզ ասեց, որ մենք պետք է հասկանանք ինչի վրա է ծախսվում պարտքը, արդյոք ծախսվում է շահույթ գեներացնող ոլորտի վրա, պատկերավոր ասած հարևանից պարտք ենք վերցնում երեխայի կրթության, թե երեխայի iPhone-ի վրա։ Հետո պարզվեց, որ
եթե կրթության համար ենք վերցնում, օրինակ դպրոց սարքելու, դա չէ այնինչ նկատի ունենք, պետք է iPhone-ի համար գումար վերցնենք, որովհետև մի քանի րոպե անց ասեց, որ պարտքով կառուցվող դպրոցը ինքնին խնդիր է։ Նաև ասեցիք, որ կդժվարանաք գնահատել ինչքանով է արդյունավետ եղել, ինչքանով, ոչ քանի որ ներսից ծանոթ չեք։ Դե գնահատականներ հնչեցնելուց առաջ միգուցե սպասեք, ընտրվեք, ծանոթանաք, հետո կհնչեցնեք այդ գնահատականները։ Պարոն Ղազինյանը այստեղ չի։ Երեք ասում եմ շատ լավ եք պատասխանել հարցին։ Իմիջիայլոց այդ առումով կարելի է ձեզ գովել, որովհետև դաշնակցականները համարում են, որ կենթանի մարդկանց չի կարելի գովել։ Դուք այդ առումով իհարկե մեկ քայլ առաջ եք, կենթանի մարդկանց կարողանում եք գովել, բայց մի քիչ չափն անցնում եք։ Պարոն Ղազինյան ասում է, այո, շատ լավ եք պատասխանում հարցերին, բայց հիշացրեք նրանց, որ վարչապետ Փաշինյանը ասել է, թե թոշակառուները չգիտեն 10,000 դրամը ինչի վրա ծախսեն։ Գիտեք, վարչապետ Փաշինյանը այդ ելույթի ժամանակ թոշակների մասին չէր խոսում, առողջապահության ապահովագրության մասին էր խոսում եւ ասաց, եթե թոշակառուների թոշակը բարձրացնենք 10,000 դրամով, ինչի վրա նրանք պիտի այն ծախսեն, բնականաբար առողջապահության, հետեւաբար մենք նրանց առողջապահական ծախսերի համար կտրամադրենք մինչեւ 4 միլիոն դրամ։ Հիմա այս մանիպուլյացիան, որ անում է պարոն Ղազինյանը այստեղ, թե դա նշանակում է, թե մենք ասել ենք, թե մարդիկ չեն կարող գտնել 10,000 դրամը ծախսելու ձև, հետո չի կարող հանգեցնել նրան, որ Տիկին Հովսեփյանը գասի, այնինչ արշավ էր իմ դեմ, ես մի պահ սայթակեցի, գնացի համացանցը բացեցի, իմ դեմ արշավ էր։ Գիտեք, նաև այդ դիսկուրսիվ մանիպուլյացիաները երկար կյանք չունեն, մենք այստեղ խորհրդարանում մեր գործը իհարկե խոսելն է, չի գալու այն ժամանակ, որ մենք բոլորով հավաքվենք, գնանք գործարան կառուցենք։ Մենք խոսելու ենք, բայց քանի դեռ մենք քննարկում ու խոսում ենք, կառավարությունը փոխում է մարդկանց կյանքի որակը։ Դուք մարդկանց կյանքի որակը տեսնում եք որպես ընտրակաշարք եւ ասում եք, որպեսզի մրցակցային տեղերը հավասար լինեն, եկեք մենք էլ գնանք, բարեգործություն անենք, ինչու եք դա արգելում։ Ոչ, խորհրդարանական ընդդիմության ֆունկցիան պետք է լինի քննարկումների միջոցով ցույց տալ, թե ինչ առավել լավ ծրագրեր կանեք, բյուջեն ինչպես առավել լավ կտնօրինեք։ Եվ մի վերջին նկատառում կանանց իրավունքների մասին երեք քննարկում ծավալվեց։ Պարոն Կարապետյանը, Սամվել Կարապետյանը երեք ճեպազրույցի ժամանակ հարց են ուղղել իրեն, թե ինչ է մտածում ընտանեկան բռնության համատեքստում կանանց հանդեպ բռնության վերաբերյալ, եւ նա ասեց, որ կանանց մասին հարցեր իրեն չուղղեն։ Սա գուցե առաջի հարցից զվարճալի է, բայց Հայաստանի պաշտոնյաները իրենց սեռի բերումով միայն տղամարդկանց կամ միայն կանանց հարցերով չեն զբաղվում։ Այսինքն տղամարդկանց գծով վարչապետերն է դառնալու, ինչ հաշակում կանանց մասին հարցեր ինձ չուղղեն, պահանջվում է պարզապես դատապարտել կանանց հանդեպ բռնությունը գոնե այդքանը, եթե մյուս թեմաների մեջ խորանալը համարում եք մասնագիտական քննարկում։ Եվ վերջինը, Տաշիր գրուպը դուք Հայաստանի Հանրապետության հետ համեմատում եք, երբ որ պարբերաբար ասում եք հայկական ամենամեծ երկրորդ կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունից հետո Տաշիր գրուպն է, սա ասում եք պարբերաբար, երեք այդ ինչ մի մեծ պատմություն եք սարքել, թե վարկանիշը մենք չենք համեմատում։